Ողջույն, այսօր սաբոտաժի տաղավար եմ հրավիրել Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, թարգմանիչ, Հովհաննես Թումանյանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, հեքիաթագետ և իմ շատ սիրելի Տիկին Ալվարդ Ջիվանյանին։ Բարև ձեզ Տիկին Ջիվանյան, ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք։ Սիրով։ Շատ երկար եմ սպասել մեր հանդիպման, քանի որ հաղորդման բնույթը այնպիսին է, որ անվերջ զրուցում ենք այն հեքիաթային աշխարհի մասին, որը կարծես թե պիտի պարուրի մանուկներին եւ անբաժան մասը դառնա նրանց մանկության, եւ շատ հաճախ ունենում ենք մեծ բաց թողումներ, երեխաները մեծանում են եւ ծնողները հասկանում են, որ հեքիաթը պարզապես բացակայեց նրանց կյանքից։ Երբեմն ծնողները, շատ հաճախ ծնողները կարծում են, թե հեքիաթներով երեխաներին մեծացնել եւ երազանքների ետևից տանել մեծ սխալ է նրանց հետագա կյանքի համար։ Շատ կարևոր է ցանկացած մշակույթում, ինչպես նաեւ մեր մշակույթում այս շրջանում, ժամանակաշրջանում հստակորեն առանձնացնել գրականության երկու տեսակներ։ Սա ժանրային բաժանում չէ, երկու գրականություններ։ Գրականություն, որ ուղղված է մեծահասակ ընթերցողին, եւ գրականություն, որ ուղղված է մանուկ ընթերցողին։ Թվում է թե շատ պարզ բան եմ ասում, բայց ես կուզենայի, որ այդ սահմանները հստակեցվեին եւ փոքր-ինչ վերանայվեր մանկագրության կարգավիճակը։ Այսինքն կբացեք մի քիչ փակագծերը։ Սիրով, ուրեմն մանկական գրականության կարգավիճակը ես այսօր չի համարի բավարար։ Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մանկագրության մասին խոսելիս առհասարակ ոչ միայն հասարակության լայն շերտերի, ընթերցողների, ծնողների կողմից կա փոքր-ինչ թերահավատ մոտեցում, այլև կա մի բան, որ մանավանդ ավելի վտանգավոր է հենց հեղինակների կողմից։ Ես ասում եմ մի բան, որ ինձ հայտնի է ներքին, այսպես կոչված հրատարակչական խոհանոցից, դարներ շարունակ ես եղել եմ Զանգակ հրատարակչության մանկապատանեկան բաժնի գրական խմբագիրը եւ հայտերի քանակից ելնելով կարող եմ ասել, որ ինչ որ պատճառով հեղինակների մեծ մասը, իհարկե դա իրենց ընտրությունն է, գերադասում են գրել մեծահասակների համար եւ ունեն այսպիսի թյուր կարծիք, որ մանուկ ընթերցողը ինչ որ հարցում ստորադաս է մեծահասակ ընթերցողին կամ որ երեխաների ուղղված գրվածքը ինչ որ կերպ ստորադաս է հասուն ընթերցողին ուղղված գրականությանը, սա մեծ մոլորություն է։ Եթե սփոփանք կլինի, որպես սփոփանք կհնչի, սա միայն հայաստանյան իրականության մեջ չէ եւ ինձ նույնիսկ որոշ workshop-երից, միջազգային մասնագետների հետ հայտնի է մի զարմանալի փաստ, անգամ որոշ արևմտաեվրոպական երկրներում մանկագիրների եւ մանկական գրականության թարգմանիչների վճարվելիք հոնորարը նույնիսկ ավելի ցածր է, քան եթե դա մեծահասակների հայաստանյան իրականության մեջ չէ։ Ոչ, ամենևին, որ տարօրինակ է, որովհետեւ դուք գիտեք, թող կենցաղային չթվա, կենցաղայնացում չթվա այս զուգահեռը, բայց մենք գիտենք, որ եկեք խոսենք մանկական մշակույթի մասին առհասարակ, ներառյալ այստեղ եւ մանկական սնունդը եւ մանկական հագուստը, որպես մայրիկ, մենք երկուս էլ մայրիկներ գիտենք, որ երեխաների հագուստը ավելի թանկարժ է եւ երեխաների սնունդը բարձրորակ, զարմանալի է, թե ինչու պետք է մանկական գրականության հարցում, ես չեմ ասում, թե մանկական գրքերը էժան են, ոչ, բայց կա այսպիսի մի բան, որ նույնիսկ վերջերս սոցկայքերում հանդիպեցի իմ կողմից շատ հարգված մի գրողի խոսքեր, որ ես մանկագիր չեմ, ասես ինչ-որ ետենի միտք նույնիսկ ինչ-որ վիրավորանք չէր, բայց ամեն դեպքում ինքը չէր ուզենա մանկագիր տիտղոսը ունենալ, մինչդեռ սա շատ բարձր տիտղոս է, շատ պարտավորեցնող, շատ պատասխանատու, որովհետև երեխաների համար գրելը, այդ թվում նաև թարգմանելը շատ դժվար է։ Ես որպես թարգմանիչ շատ ավելի դժվարությամբ թարգմանում եմ պատկերագրքերը,
Դեռ այնտեղ տեքստը ամբողջ գրքի տեքստը մի 1800 է։ Այո։ Ես դժվարանում եմ ընտրել ճիշտ բառերը, որովհետև քիչ խոսքի մեջ շատ ասելիք ասելը դժվար է, ձևակերպելը միտքային է եւ պետք է որևէ ավելորդ բան չլինի եւ պետք է գոհացնել, բավարարել նրանց գրական ճաշակը, պետք է գրական քիմքը, ես էլ այդ արտահայտությունը շատ եմ սիրում, երեխաները կմահաճ ընթերցողներ են։ Տիկին Ջիվանյան, հետաքրքիր մի երակ բացեցիք այսպես խոսակցության եւ մտածելու, որովհետեւ զարմանալիորեն մեծահասակները կամ մեծահասակների համար գրողները շատ ավելի լուրջ են վերաբերվում մեծահասակների համար նախատեսված գրականությանը, քան փոքրերի համար, այնինչ փոքրերի համար գրելը այնքան նուրբ թելեր է պահանջում, այնքան նուրբ թեմաների, խոսակցությունների, նյութերի մասին զրուցել է պահանջում եւ դրանք այնքան նրբանկատորեն պետք է զրուցել, ինչպես նշեցիք, ամեն խոսքը զտելով, ընտրելով, որովհետև երեխաները շատ զգայուն են եւ ընթերցանության ընթացքում, երբ որ ծնող երեխա ընթերցանության process է գնում, երեխաները հանկարծ մի այնպիսի անսպասելի հարց են տալիս, որ երբեք ոչ մանկագիրը գրողը կարող էր նախատեսել, ոչ նկարազարդողը, որ շեշտադրում չի արել հենց այդ տողերի վրա, որ համահեղինակ է, այո, որ համահեղինակ է եւ ոչ էլ ծնողը, որ պատրաստ չէր պատասխանել այդ հարցին։ Եվ ինչ նրբանկատություն եւ ինչ մանուկի պես մտածողություն է հարկավոր գրողին, որ կարողանաս ամբողջ այդ աշխարհը երեխայի այդ գունապնակը կարողանաս բավարարել։ Եվ ինչ եք կարծում, հայաստանյան իրականության մեջ ունենք նման մանկագիրներ, ովքեր նախ գրում են մանուկների համար, երկրորդ այդքան նրբանկատ են վերաբերվում եւ արժևորում են երեխաների համար ստեղծել գրականություն։ Շատ ոչ թե վտանգավոր հարց եք տալիս, այլ ես չէի ուզենա այս պահին առանձնացնել անուններ։ Ընդհանուր առմամբ խոսենք։ Այո, մենք ունենք մանկագիրներ, մենք ունենք մի համակարգ, որ կոչվում է արդի ժամանակակից մանկագրություն, բայց պետք է ցավով, ինձ համար ցավով նշեմ, որ իհարկե մեծերին ուղղված գրականությունը, մանավանդ արձակը, հայ ժամանակակից արձակը շատ ավելի ձևավորված է եւ որ շատ հետաքրքիր մի երակ էլ բացեմ, այդ մասին ավելի շատ է գրվում եւ խոսվում եւ կա քիչ թե շատ ձևավորված, առանց քիչ թե շատի գրաքննադատություն այս մեծերին ուղված հասուն գրականության, քան մանկական գրականության մասին։ Սա մեծ բաց է եւ որևէ տեսակի գրականություն չի զարգանում, չի ձևավորվում, չի ծաղկում, հա, եթե չկա դրա գնահատականը, այսինքն դուք ինքներդ գիտեք, մենք չունենք պարբերական, որտեղ հայտնվեին գրքերի գրախոսականներ, հա, գնահատականներ, այսօր նույնիսկ կարելի ասել, որ Facebook-ը իր լայն թիկնեղ ուսերին վերցրել այդ պարտականությունը, այո, եւ ինչ որտեղ իսկապես կատարում է, հա, բայց այստեղ կա արհեստավարժության պակաս, հա, այսինքն ըստ էության չկա մանկական գրականության քննադատ եւ լավ եւ վատ գնահատություն, իսկ առանց դրա գրականությունը չի կարող զարգանալ։ Այսինքն ոչ միայն արժևորողը, այլ նաեւ քննադատողը եւ այդ քննադատությունը բազմաթիվ արձագանքներ, բազմաթիվ ծանոթագրություններ, մեկնաբանություններ ես իհարկե տեսել եմ իմ խմբագրական աշխատանքի ժամանակ, որ ինչու պետք է երեխան սա կարդա, ինչու պետք է, բայց դա հիմնականում ծնողի կամ բլոգերի կողմից գրված բան է եւ ոչ պրոֆեսիոնալ գրաքննադատի կամ գրականագետի։ Այսինքն դիլետանտ մոտեցում ունենք այս հարցում, որովհետև սոցիալական հարթակներում քննարկելը դեռևս գրաքննություն չէ, անգամ եթե դա գրագետ մարդ է, շատ գրագետ մարդ, բայց հիմնականում կանայք են այդ հոգսերով ծանրաբեռնված, իրենք հանդես են գալիս որպես այդ տարիքի երեխաներ ունեցող կանայք, մայրիկներ, որոնք փորձում են իրենց թևերը կամ փեշերը փռել երեխաների վրա, որպեսզի նրանք ապահով լինեն, որևէ բացասական էմոցիայի չտրվեն, սա բոլորովին այլ բան է եւ սա իհարկե գրաքննադատություն չէ։ Այսինքն կարող ենք ասել, որ ակադեմիական մոտեցում չունենք
Եվ գուցե պետության դերը այստեղ շատ մեծ է, ուշադրություն դարձնել ավելի մանկական գրականության ստեղծման միջոցներին եւ հավանաբար մրցույթներ մանկագրության կամ օրինակ մեր ամենամյա գրական փառատոնի ընթացքում չէ՞ որ ունենք մանկագրության մասնակից ենք եղել այդ փառատոնին, իրենք ունեն, այո, ասել որ չի արվում որևէ բան սխալ է, որովհետև այո կան այդ փառատոնին կից մանկական գրականության եւ ժյուրիներ կան, էլի որոշ բաներ կան նախարարությունը բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպում, որոնք կարող էին նպաստել, բայց համակարգված ինչ-որ շատ հիմնարար բան է պետք, անշուշտ նախարարության դերը այստեղ շատ մեծ պետության աջակցությունը, նույնիսկ գուցե աջակցությունը եւ միջամտությունը, սա ցանկալի միջամտություն կլիներ, որովհետեւ ես վստահ չեմ, որ բուհական համակարգը առանց նախարարության հովանավորության, աջակցության եւ միջամտության կարող է այդ հարցը լուծել։ Մյուս կողմից բուհերը, մենք ունենք բազմաթիվ բուհեր, հրաշալի բանասիրական միավորներ, հա, բանասիրության ֆակուլտետներ, ներսում ամբիոններ, ընդ որում ոչ միայն հայ բանասիրության տարբեր բուհերում, այլև օտար լեզուների, եւ այստեղ կարող է ներդրվել ինչ-որ մի բլոկ մանկական գրականության առնչվող գիտակարգերի։ Որոշ բուհեր ունեն, մանկավարժական համալսարանը ունի ինչ-որ բան, բայց գիտեք, իրենց ուղղվածությունը միշտ դեպի մանկավարժություն եւ մեթոդաբանություն է, շատ սպეციფიկ է իրենց մոտեցումը։ Եվ այն ամբիոնը, որտեղից ես եմ անգլիական բանասիրության, ունենք նման մի բան, այս տարի նույնիսկ սկսվեց մանկական, բայց հիմնական բրիտանական մանկագրության եւ սա շատ նեղ մոտեցում է։ Մի բան Էլիզաբեթ, որը չի դասավանդվում, որը չեն սովորեցնում, չի կարող ենթադրել շարունակականություն կամ արդյունավետություն, եւ արդյունավետություն, այսինքն պետք է լինի մղող ինչ-որ մի բան, նպաստող եւ մանկագրությունը մասնագիտություն է, առնվազն մասնագիտացում։ Փաստորեն եկանք այն եզրահանգման, որ սիստեմատիկ աշխատանք է պետք տանել, սա միայն ստեղծագործական աշխատանք չէ, որ մի օր հանկարծ արթնացավ մի գրող եւ որոշեց այսօր երեխաների համար գրել, վաղն էլ արձակ գրել մեծահասակների համար։ Սա շատ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, մարդը շնորհք ունի եւ գրում է, շատ լավ է, շատ ուրախ ենք, բայց այսօր զարգացած մշակույթներում գրելը արհեստ է եւ արվեստ է եւ մասնագիտություն է, որը սովորեցնում են հսկայական քանակությամբ master կլասներ կան եւ այլն։ Այս գործառույթը իդեպ կարող է ինչ որ չափով իր վրա վերցնել, իրենց վրա վերցնեն հրատարակչությունները, եթե ինչպես եք պատկերացնում այդ կրթական process-ը, ինչպես կարելի է այդ հմտությունները սովորեցնել գրող մարդուն, որ մանկագիր պրոֆեսիոնալ մանկագիր դառնա։ Առանձին զրույցներ այս մասին եղել են ցանկակում, մի տեսակ ինչ-որ սպասողականություն եմ ես տեսնում ցանկացած հրատարակչությունում, այն հրատարակչությունները, որոնք ունեն մանկական գիրքը որպես պրոդուկտ։ Այո։ Այդ թվում եւ ձեր շողշողուն հրատարակչությունը, Արևիկը, եւ Զանգակը, եւ Անտարեսը, եւ Էդիթ Պրինտը գուցե կարող էին միավորվել եւ ինչ-որ միասին ինչ-որ մի բան ստեղծել, որը կնպաստեր դրան ներգրավելով մասնագետների, բոլոր դեպքերում մենք ունենք մանկական գրականության մասնագետներ, եւ եւս մի բաց կամ մի շատ տխուր բաց դա մանկական գրականության պատմության անմխիթար վիճակն է, վերջին ամփոփ աշխատությունը, որ ես գիտեմ, Լյուդվիգ Կարապետյանի երկհատոր մանկական գրականության հայ մանկագրության պատմությունն է, որը հիմնականում հետահայաց եւ հրաշալի աշխատություն է, գնահատելի, բայց դրանից հետո որևէ բան լույս չի տեսել։ Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ես ունեմ ասպիրանտ հայցորդ, որ շուտով կպաշտպանի Վարդուհի Բալոյանը, որ մամուլն է ներառել մինչ խորհրդային շրջանի թարգմանական մանկագրություն եւ պետք է դասավանդել թարգմանական մանկագրություն, թարգմանական մանկագրության պատմություն, տեսեք որևէ հետաքրքիր անգամ թարգմանվող գիրք հրատարակելիս մանկական, հա, արվում է դուք ձեր երթին ձեր հրատարակչության փորձից կասեք հետազոտական աշխատանք, արդյոք այդ գիրքը չի թարգմանվել նախկինում։ Իհարկե, այո։ Եվ դա պարզ բան չէր։
նույն իմպորսի ցանկակում ես գիտեմ չէինք գտնում որևէ բան, իսկ հետո պարզվում էր արևմտահայերեն 1913 թվականին այդ գիրքը մաս կամ առանձին քաղվածքներով թարգմանվել է, ինչ որ մի պարբերականում սա հսկայական աշխատանք է ենթադրում։ Պետք է ասել, որ հայ մանկագրությունը որոշակի սոցիալ, տնտեսական, քաղաքական իրադարձությունների պատճառով ընդհատումներով է եղել կամ ընդհատվել է եւ փորձում ենք ինչ-որ կերպ վերականգնել, ունենք լեզվական նաեւ խնդիրներ, արևմտահայերեն եւ արևելահայերեն, հա, մեկը մյուսին քաշում է անդադ իր կողմ, ուզենալով ապացուցել, որ այս լեզուն ավելի ճիշտ է մատուցել եւ ոչ միայն երեխաների պարագայում, ունենք դասական հայերեն, ունենք նոր հայերեն, ինչ է կարծում այս աղճատումը, այս բաժանումը ինչպես է խանգարում կամ չի խանգարում մանկագրության զարգացմանը, թե այն խնդիրները կարող են առկա լինել, բայց դա չխանգարի մանկագրության զարգացմանը։ Զարմանալիորեն այդ նույն երևույթը, այսինքն մանկական մշակույթի մեր պարագայում մանկագրության զարգացման այդ առանձնահատկությունը ընդհատումներով, խզումներով, ընդ որում տարիների, տասնամյակների, դա իհարկե բնորոշ է ոչ միայն մանկագրությանը, դա բնորոշ է նաև գրականության մյուս ճյուղին եւ խանգարել է եւ օգնել է։ Խանգարել է նրանով, որ տեսեք մի փոքրիկ օրինակ եմ ես բերում, առաջին համաշխարհային պատերազմ, ցեղասպանություն։ Դրանից հետո բնականաբար եղել է արևմտահայ մանկագրության մեջ հսկայական ընդհատում, այսինքն մյուս ապ չի հասել ահռելի ծավալի գրականություն։ Հաջորդ փուլը, ես հիմա խոսում եմ ժամանակային խզումների մասին եւ ոչ լեզվական։ Վաղ խորհրդային շրջանում, երբ սկսեց զարգանալ, ձեզնից լավ ոչ ոք չգիտե այդ պատմությունը, տարօրինակ մի բան տեղի ունեցավ, ուրեմն ընդհանրապես մի փոքր քննադատական կհնչի, բայց մարդ պետք է կարողանա ինքը իրեն քննադատել ինչպես հայլու մեջ, իրեն նայելիս։ Մենք ունենք այսպիսի մի վատ գիծ թերություն, ցանկացած բան, որ արել են մեր նախնիները, մեր ծնողները, մեր պապերը, այս բնակավարում, հա, ինչ որ մի պահի մեզ թվում է, որ դա շատ վատ է արված, հիմա մենք դա կքանդենք, կավերենք կամ մոռացության կտանք եւ կստեղծենք նորը, մերը։ Ինչու դա մերը չէ, եւ ապա պատկերացրեք մի ավելի զարգացած մշակույթում գրականության ասպարեզում ինչպիսին է բրիտանական մանկագրությունը, իրենք ամեն փուլում այդ եղածինը վերացնեին եւ նորը սկսվեին։ Ամբողջ հզորությունը բրիտանական մանկագրության, առհասարակ բրիտանական գրականության եւ ինչու՞ միայն բրիտանական, գերմանական, շատ սլավոնական մշակույթներում, նաեւ ամերիկյան, թեև այնտեղ այդքան խորքը չի գնում պատմության, այդ կապվածությունն է, շղթայվածությունն է, շարունակականությունը։ Հարի Փոթերը երբեք չէր լինի, եթե չլիներ Թոլքինը։ Թոլքինը չէր լինի, եթե չլիներ Լուիս Քերոլը։ Ես ավելի խոր չգնամ, որտեղ այնտեղ քիչ հայտնի անուններ են, բայց եղել այդ շարունակական, այդ կապ, այդ շղթայվածությունը ծառնարան ծարմատների չի լինում, ես չեմ ուզում հայտնի բաներ ասել։ Մենք ունենք այդ ինքնաբացառումը, ինքնաբացասումը, գուցե շատ են քաղաքականացված, որովհետև հեշտ չէ, հա խորհրդայնացումը, որը գլոբալիզացիայի ամենամեծ փորձն էր, որը ի վերջո ցաղողվեց, իր դրական եւ բացասական կողմերով այն խորտակեց կոնկրետ մեր մշակութային տարածքում ինքը ավերածություններ գործեց։ Եվ ամբողջ աղավաղեց ինչքան եղածներ, ինչ որ պահպանվել է աղավաղեց հայլուն նմուշները մանկական գրականության մենք ունեցել ենք հրաշալի պարբերականներ, ամենահայտնիները արևելահայերեն հասկերը եւ աղբյուրը, այդ նյութերից շատ բաներ չեն տեղափոխվել դեպի մեզ, իսկ եթե խորհրդային շրջան դրանք չեն ընդգրկվել, բնականաբար չեն հասել նաեւ մեզ։ Շատ նման մի բան արվեց խորհրդային միության փլուզումից հետո։ Այսօր բազմաթիվ արժեքավոր գործեր, որ արժեքավոր էին, գեղարվեստական արժեքներ էին ներկայացնում 30-40-50-ական թվականներին, էլի այդ մշակույթի քաղաքականացման պատճառով իրենք մենք դրանցից էլ ենք հրաժարվել։ Մինչդեռ կան հետաքրքիր գործեր, պարզապես մենք չունենք այդ կուլտուրան։ Ես
ոչ հայեցի բառ չեմ օգտագործում, հենց կուլտուրան։ Եվ մտածում եմ, եթե ընտրվի ճիշտ մատենաշար եւ այդ գրքերը տեղավորվեն այդ հովանոցի տակ, հա, պահպանելով իրենց որ երեխաները հասկանան, այո, օրինակները, որ դա գրվել է 30-ական թվականին, որ դա գրվել է 50-ականներին, հա։ Հրաշալի մի գիրք կա Նայիրի Զարյանի «Պարոն Պետրոսն ու իր նախարարները»։ Երբևէ չեմ տեսել, որ դա վերահրատարակվեր, ես հասկանում եմ, ինչ որ շրջաններ հիմա չի կարելի անցյալը անընդհատ բացառելով, ոտնահարելով մի տեսակ մշակութային ամնեզիա կա։ Ընդ որում ինքնակամ, եթե բժշկության մեջ կարծես թե կա այդպիսի բան, ստրեսից, հա, տրավմայից հետո, երբ մարդը կարճատև կամ երկարատև, ինքը չի ուզում հիշել, պետք է, սա մեր որոշելիքը հասկանալիքը չէ, հոգեբանների մենք պատմական այնպիսի իրադարձություններ ենք անվերջ ունենում, որ տասնամյակներ շարունակ չհասցնելով ապաքինվել մի վերքից ընկնում ենք մի նոր իրականության մեջ եւ հավանաբար սա ազդում է բոլոր մշակութային ոլորտներին։ Սիրելի Սապետ, դա այդպես է։ Շետակրիր վերնագիր կլինի, չէ՞, սիրելի Սապետը։ Բայց միթե գերմանական գրականությունը, Գերմանիան առհասարակ չի անցել նման փորձությունների միջով, սոսկալի բաներով։ Մենք մի կողմը գիտենք, սա խորհրդային պրոպագանդաներ, ինչերի միջով է անցել գերմանական գրահրատարակչությունը, մանկական հրատարակչությունը։ Խոսենք մի փոքր այս մասին։ Բայց իրենք չեն գտել, որ իրենք պետք է թողնեն 18-րդ, 19-րդ դարի 20-ի սկիզբ, ընդ որում նույնիսկ նացիստական շրջանի մանկագրությունը պարզապես գրագետ մատուցում են։ Հրատարակչական ծավալներով մենք չենք կարող մրցել ոչ Միացյալ Թագավորության, ոչ Գերմանիայի հետ, բայց մենք ունենք իսկապես լավ ունեցել ենք մանկագրություն, սա թերևս ավելի տեսանելի կլինի, եթե մենք խոսենք թարգմանական մանկագրության մասին, հա։ Անդադ ինչ-որ բաներ ենք հայտնագործում։ Եվ ձեր թույլտվությամբ հիմա անդրադառնամ այդ լեզվական խզմանը, ըստ էության երևի արժե խոսել մանկական գրականությունների մասին, որովհետև արևմտահայերենը եւ արևելահայերենը սրանք ինքնուրույն, այո, հայերեն են, բայց սրանք ինքնուրույն ձևավորված շքեղ լեզուներ են եւ կա մանկական գրականություն արևելահայերենով եւ արևմտահայերենով։ Ու այստեղ պետք է խոսք գնա ոչ թե այն մասին, որ որն է ճիշտը, որն է լավը, արդյոք Բեյրութում պետք է կարդան արևելահայերեն եւ նոր ուղղագրությամբ գրքերը, այլ խոսքը պետք է լինի այն մասին, որ կան փաստացիորեն երկու տարբեր հայ մանկական գրականություններ եւ ամեն ինչ տեղը կընկնի, հա։ Եվ մի ուրիշ խզում է եղել է ուղղագրական ռեֆորմը։ Սա սովետական արդեն խորհրդային, ապեղյանական, թեև Ապեղյանը միակը չէր, ով այդ մասին խոսում էր, նույնիսկ Թումանյանն է դրան մասնակից եղել, եւ չի կարելի դրան միանշանակ որպես վատ բանի, սա ուրիշ թեմա է, շատ այդ խմորը, այդ ռեֆորմը շատ ջուր կվերցնի։ Բայց ամբողջ մանկական գրականությունը, ամբողջ կորպուսը մանկական գրականության, որ հին ուղղագրությամբ էր, դասական ուղղագրությամբ հնարավոր չէր վերահրատարակել։ Եվ շատ բաներ հենց ռեֆորմի պատճառով էլի այս ափ չհասան։ Բայց շատ կուզենայի զգուշացնել ինձ իմ կողմից շատ սիրված, հարգված մասնագետների, որոնք ունեն կարոտախտ դասական ուղղագրության հանդեպ։ Ես ուզում եմ իրենց խնդրել չոգևորվել դրանով, չասել, որ հիմա էլ պետք է դասական։ Սա կլինի հերթական խզումը։ Կարծում եք։ Այո, այդ ուղղագրությունը եղել է ռեֆորմ, լավ էր թե վատ, դա առանձին հարց է, բայց միլիոնավոր մարդիկ այսօր հայերեն գրում են, հա, արևելահայերեն գոնե, արդեն չի կարելի սերունդների դարձնել անգրագետ, որովհետև դուք կարոտում եք ինչ-որ բանի։ Երբ նման մի հարց դրվեց Անգլիայում, որովհետև անգլերենի ուղղագրությունը, իմ բազային կրթությունը անգլերենի հետ է կապված, եւ Ֆրանսիայում, որովհետև համաձայնեք անհետ ուղղագրությունը, այսինքն համաձայնեցում ամենևին չկա հնչողության եւ ուղղագրության, սա պատմական բան է, լեզուն փոխվել, իսկ ուղղագրությունը պահպանվել, երկար մտածելուց հետո այս երկու երկրներն գտան, որ իրենք չունեն այնքան միջոցներ, այդքան վերահրատարակելու համար։ Մերոնք կարծում են, որ ունեն, չարաչար սխալվում են։
Մենք չունենք այդքան միջոցներ, մանավանդ հիմա, եւ մենք գրագետ ենք այս նոր ուղղագրությամբ։ Այո։ Նույն կերպ կա կարոտախտ գրաբարի հանդեպ։ Ինչու համար, որ ինչ։ Մենք ունենք զարգացած, ամենազարգացած ճոխ լեզուներից մեկը։ Ճկուն եւ կարելի ասել, որ լեզուն մեր ամենամեծ հարստությունն է, որովհետեւ ոչ տնտեսության մեջ, ոչ քաղաքականության մենք առանձին շնորհքով աչքի չենք ընկել։ Գոնե հաջողություններ մեծ չենք գրել։ Դե լեզվական առումով եւ գուցե այս արևմտահայերեն, արևելահայերեն ճյուղավորման ենք մենք պարտական, որովհետեւ ոչ որքան շատ տարբերակայնություն կա որևէ համակարգում, այս բaragam լեզվում, ես ասում եմ որպես լեզվաբան, ինչ որտեղ մի փոքր փիլիսոփայորեն եմ մոտենում, որքան շատ են բարբառները, որքան շատ են խոսվածքները, անգամ ժարգոնը, սլենգը, հա, որից պետք չէ խորշել, ոչ իհարկե գրականության մեջ, այնքան զարգացած է այդ լեզվական համակարգը, եւ արևմտահայերեն, արևելահայերեն բաժանումը հայերենը դարձնում է ել ավելի ճոխ։ Այսինքն պարակտում չի մտցնում կամ անջրպետ չի առաջանում երկու լեզուների ինքը նաև ձգում է եւ միևնույն ժամանակ կենտրոնանում է, պետք է ամբողջացնել այդ երկուսը, պետք է ճանաչել այս երկուսի գոյության իրավունքը, նրանցից ոչ մեկը առաջնային չէ, իրենք ունեն իրենց ոլորտը, բայց իհարկե այս երկրի պետականություն ունեցող այս պաշտելի երկրի պետական լեզուն արևելահայերենն է։ Երբևէ կարող ենք միասին տեսնել այդ երկու լեզուները ինչ որ մի միջին կամ որևէ մեկի ընտրության։ Ընտրություն հնարավոր չի անել։ Ինչու պետք է մենք նման լինենք մյուս բոլորին։ Թող մենք ունենանք երկու լեզու։ Թող մենք լինենք մեր լեզվի մեջ երկլեզու։ Ես չեմ ասում ես խոսեմ, ես չեմ էլ թույլ տա ինձ արևմտահայերեն, դա այլ լեզու է։ Բայց թող լինի պարտադիր բոլոր դպրոցներում արևմտահայերենի ուսուցանելը երբևիցե այսքան սփյուռքահայ ուսանող մանկավարժ չի եղել Հայաստանում մշտական բնակության եկած, հա? Ընդունենք դա, չփորձենք անպայման ինչ որ մի դեպի աղքատություն, լեզվական աղքատություն, դեպի մշակութային աղքատություն տանող լեզու, թող այս երկիր ունենա երկու լեզու։ Բայց միշտ խառնաշփոթ է առաջացնում։ Գրահրատարակչական ոլորտում եւ ոչ այդտեղ, ամենևին, ոչ ես դա նկատի չունեի։ Տեսեք, գալիս են Սփյուռքից, գալիս են երիտասարդները Հայաստան սովորելու, ուսանելու եւ ստիպված են լինում լեզուն փոխել եւ ադապտացվել։ Սովորելու համար պետք է փոխել մեր հայաստանյան լեզվով խոսել, նույնիսկ օտար բառեր օգտագործել, օտար լեզուների բառեր, որոնք մեր կենցաղում են օգտագործվում, միայն թե արդեն կարողանան ադապտացվել եւ այսպես բոլորի նման, բոլորի պես թողնում են իրենց լեզուն սովորած, որ իծն են խոսել են իրենց ընտանիքներում։ Բայց միթե եթե իրենք գնային մեկ ուրիշ երկիր, դիցուք թե հա, իրենք կշարունակեին ոչ կա։ Դուք անգամ նկատել եք, եթե բարբարակիր ուսանող է հայտնվում, նույն աշակերտների մասին ես չեմ կարող ասել, ուսանող ինքը ընդունում է, ընդհանրենք բարբարով ինքը չի խոսում։ Հնարավոր է դասամիջոցներին եւ այլն, չէ, ուսուցման process-ը միանշանակ պետք է լինի արևելահայերեն։ Եվ հետո հաշվի արեք գրականության ծավալը, որ արևելահայերեն է ուսուցել տեսել, եւ այստեղ որևէ բան չի կարող լինել։ Բայց մյուս կողմից ուղղակի զարմանալի է, որ հայաստանյան աշակերտը կամ ուսանողը բողոքի, որ ինքը արևմտահայերեն չի հասկանում։ Սա պարզապես ծիծաղելի է։ Ես այն մարդկանցից չեմ, ով նոստալգիա ունի խորհրդային տարիների, բայց ես խորհրդային ծնունդ եմ եւ նաեւ այս շրջանում եմ արևմտահայերեն գրականություն հասկանալը, պարոնյան կարդալը երբևիցե իմ աշակերտության տարիներին խնդիր չի եղել։ Այո, գուցե պատճառներից մեկը այն էր, որ ես Գյումրիից եմ, մենք բարբարակիր ենք եւ ավելի մոտ արևմտահայերեն, բայց նույն լեզուն է իր երկու ճյուղերով։ Այսինքն դժվարություն չենք ստեղծում այսօրվա մեր երեխաների համար, եթե ձեր առաջարկած, օրինակ, երկու լեզուն էլ արևմտահայերենն էլ արևելահայերենն էլ ուսանվի դպրոցում։ Ներեցեք, եթե կարելի է, որ երեխան չինարեն սովորի, միթե ինքը չի կարող արևմտահայերեն սովորել։ Բայց մենք դժվարանում ենք այսօրվա երեխային իր մայրենի լեզուն դասավանդել եւ տեղ հասցնել։ Մեթոդաբանական ինչ-որ խնդիր կա մի փոս բառը, այնքան էլ սիրուն բառ չի, դպրոց, համալսարան,
հա նախատպրոց ինչ որ մի խնդիր կա, սա մեթոդաբանական, մանկավարժական խնդիր է, որ հրատարակչության խնդիրը չէ։ Արդեն կրթական ոլորտի խնդիր է, որ իսկապես լրջագույն հարց է։ Այստեղ է պետք ռեֆորմ, ոչ թե ուղղագրության մեջ։ Ես կարծում եմ մարդիկ զբաղվում են դրանով, չի լինի, հա, ամեն մարդ թող իր գործը անի։ Եվ այս ռեֆորմը իսկապես եւ իրապես շատ դեռ ջուր կվերցնի, ինչպես ասացիք, եւ վերադառնալով հեքիաթներին եւ ձեր հեքիաթային կերպարով, ձեր հեքիաթային ձայնով, ես ձեզ միշտ անվանում եմ մի մարդկային հեքիաթ, որ մարդ երբ որ ձեզ հետ զրուցում է, խաղաղվում է եւ կարծես դառնում է մանուկ եւ հեքիաթը իսկապես արժևորում ու դարձնում է իր համար մի իրական միջավայր մթնոլորտ, որում ուզում է մարդ ապրի։ Այս ամենը ձեզնից ուղղակի ճառագում է։ Տիկին Ջիվանյան, ես ուզում եմ դուք հիմա խոսեք հեքիաթի կարևորության մասին, որովհետև դուք այնքան եք անդրադարձել հեքիաթներին, նրանց ծագմանը, նրանց աղբյուրներին, որտեղից են գալիս։ Հավանաբար բոլորս արդեն գիտենք, մեր հաղորդումների ընթացքում շատ ենք խոսել, որ հեքիաթները ի սկզբանե նախատեսված չեն եղել մանուկների համար եւ նրանք գրվել են մեծահասակների համար։ Հին ժամանակներում կային հատուկ մանուկների համար գրված պատմվածքներ, թե իսկապես դրանք բացառապես մեծերի համար էին եւ ժամանակի ընթացքում դրանք փոխակերպվեցին եւ դարձան մանկական պատմվածքներ, պատմություններ, հեքիաթներ։ Ես սիրում եմ հարցեր, որոնք տալիս են ինձ եւ որոնց պատասխանները ես այդ հարցը հնչելու ընթացքում եմ մտածում եւ այլ մտքեր, որոնք հետո ինչ որ մի գզրոցի Սա ամենահիանալի երկխոսության հիմքն է։ Շփման, շքեղությունը, մի տեսակ բան ալիտերացիաներ ստացվեցին։ Մտածող մարդու զրույց է ստացվում։ Տեսեք, իսկ միթե հնում չի եղել այդպիսի բան։ Ես այս բացը տեսնում եմ օրինակ իսկապես հայ մանկական գրականության պատմության էջերը թերթելիս, երբ Վահագնի ծնունդը, հա, էլ ինչ որ առասպելներ մատուցվում են որպես մանկական գրականություն կամ էպոս, այդպես չի եղել, բայց ես ամենևին չեմ ասում, որ սխալ է հեղինակը։ Այսպիսի մի բան կա, չէր կարող լինել հատուկ մանուկների համար հեքիաթ, հատուկ մանուկների համար գրականություն, որովհետև մանկական գրականությունը որպես ոլորտ, որպես տիրույթ ձևավորվել է Եվրոպայում ընդամենը 18-րդ դարի կեսերից վերջերին ավելի, առաջին հերթին Գերմանիայում, այստեղ Գերմանիան առաջատար էր, ավելին մի միջանկյալ նախադասություն, սիրում եմ այդպես ասել, չմոռանանք, չմոլորվենք գրական անտառներում, ռուսական մանկագրությունը որպես առանձին գրական մշակույթ ըստ էության ձևավորվել է գրեթե ամբողջությամբ 18-րդ դարում հիմնվելով գերմաներենից արված վերապատումների եւ փոխադրությունների վրա։ Մեծ ազգերն ու մշակույթները լայն շնչառություն ունեն խոր եւ առանձնապես բծախնդիր չեն փոխարելու, վերցնելու անգամ կոպիտ բան ասեմ, իրենցով անելու, յուրացնելու հարցում։ Մենք այս հարցում շատ բծախնդիր ենք, կարող է մի եզր վերցնենք, ամիսներով քննարկենք, դիմացի մայթին ազգագրության ինստիտուտն է, այս մայթին ռոմանագերմանականը նույն տերմինը տարբեր բաներ ենք հորինում, բայց սա նաև պաշտպանական բան է, մաքուր մնալու ազդեցություններից։ Բայց կուշացրի չմոլորվենք այս գրական անտառներում, մանկական մշակույթը երբևէ առանձին հնում չի եղել։ Ես ունեցել եմ շատ սիրուն մայրիկ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Թագուհի մայրիկ։ Ինքը սիրում էր սիրուն հագնվել։ Ինչ իրեն կարում էր, դրա փուճուրիկից ինձ էր կարում։ Ես մտածում եմ, որ դա իր, ինչպես ասեմ, ինքն այդպես ուզում, բայց ինչի եմ ասում, առակս ինչ կցուցանե։ Չի եղել մեծի փոքրի հագուստ։ Հա, նույն ձևի հագուստ, նույն կտորից կարել են եւ մեծերի համար եւ փոքրերի համար, անգամ չի եղել սեռերի տարաբաժանում եւ մինչեւ որոշակի տարիք ես այս պահին խոսում եմ եվրոպական, ռուսական հագուստի մասին, հնարավոր է ինչ որ կերպ նաեւ հայկական, գրեթե վստահ եմ։ Եվ նույն կերպ հագուստ պարզապես երեխային համարել են հասուն մարդու փոքր մոդելը, Եվ մի բան հիշեցի,
90-ականներին հիշում եք ինչ ողբալի իրավիճակ էր, մենք մանկաբույժի մոտ էինք եւ մի բժիշկ կար շատ լավ Գյումրիում, ինքը ինձ ասաց աղջիկ ջան, բստի երեխեն մեծ մարդու բստի տեսակը չէ։ Այսինքն ինքը իր յուրահատկություններն ունի։ Այդ մանկական մշակույթը ներառյալ հագուստ, երաժշտություն, գրականություն, մանկական հեքիաթ առանձնացել է շատ ավելի ուշ շրջանում եւ մանկական հեքիաթները ձևավորվել են իմ կարծիքով արդեն 19-ի վերջ, հա, երբ որ հեքիաթը արդեն հեղինակային գրական էր։ Հիմա թե հնում ինչպիսին է եղել այդ հեքիաթը երեխայի համար արդյոք թե ոչ, ես կարծում եմ նույն հեքիաթը լսել են եւ մեծերը եւ փոքրերը։ Հնարավոր է եղել են տարբերակներ, երբ որ երեխային մի քիչ այլ կերպ պատմած լինեն, բայց այն հեքիաթները, որոնցից այսօր մենք մի փոքր սա վախենում ենք, հա, որոնք ունեն շուրջ տարօրինակ բաղադրիչներ, սարսափի հետ կապված եւ այլն, անշուշտ սրանք երեխաների համար չեն եղել։ Պարզապես ադապտացվել են եւ ամեն դեպքում այդ վախի պատմությունները, վախերի մասին սարսափները մնացել են։ Որ պետք է երեխանը դեպոսը կարդա, այնտեղ բաներ կան, որ երեխան չի հասկանա։ Վերջերս ԵՊՀ գրադարանում միջոցառում էր եւ ինձ հարցնում էին Ռաբլեի վեպի մասին, Գարգանտյանի եւ Պանտագրուելը, որ ըստ էության համարվում է մանկապատանեկան ընթերցանություն խորհրդային հրատարակիչների թեթև ձեռքով։ Գրքի առաջին իսկ տողերը, հա, սկսվածքը այնպիսին է, որ անգամ որոշ մեծահասակների դա հարմար չէ եւ այդ շրջանում երևի օրիորդներին էլ հարմար չէր։ Տեղի է ունենում տեքստերի, լավ տեքստերի, հա, գեղարվեստական բարձր արժեք ունեցող տեքստերի, իդեպ դա կարող է լինել ինչպես գրավոր տեքստ, հրատարակված, տպված, այնպես էլ ֆոլկլոր, բանահյուսություն։ Այս տեքստերը կենսունակ են այնքան, որ իրենք ծնում են բազմաթիվ տարբերակներ, տրանսֆորմներ, փոխակերպված տարբերակներ։ Իրենք կարող են փոփոխվել եւ մտնել մանկանոց։ Իրենք կարող են մնալ արքունի գրականություն, ինչպես Շարլ Պերոյի հեքիաթներն են։ Դուք ինքներդ հրատարակել եք Շարլ Պերոն։ Այո։ Եվ այստեղ շատ փոփոխված բաներ կան, հա։ Պերոյի, ինչպես ասեմ, այդ փոքրինչ մեծամիտ ժպիտը կանանց հարցում, փոքրիկ աղջիկների վարքագծի վերաբերյալ, ինչ-որ կամահրանք, ինչ-որ կամահրանք, հումոր, սուր հումոր, որ շատ բնորոշ է, սարկաստիկ, Լյուդովիկոսյան, այո, սարկազմ, որը այդ դարաշրջանի գրականությանը բնորոշ բան էր, բայց նրա պետքը չէր, որովհետև ինքը չէր գրում երեխաների համար։ Նա արքունի գրող էր Լյուդովիկոսի մտերիմներից եւ դրանք պալատական ընթերցանության նյութեր էին։ Լյուդովիկոսը ինքը մասնակցում էր այդ բոլոր միջոցառումներին, հիշում եք, նույնիսկ ֆիլմ կա այդ մասին, Արևարքան Լյուլիի երաժշտության ուղեկցությամբ, ինչպես է ինքը հագտվում այդ արևային շորերը, Լղուասոլեի, չէ, Արևարքան։ Այո, այո։ Այս շրջանի ֆրանսիական մշակույթը, հեքիաթի մշակույթը այնպիսի հաղկվածության էր հասել եւ կար սալոնային հեքիաթ։ Սալոնային, այո, սալոնային երեխաները այստեղ որևէ անելիք չունեին։ Բայց նաեւ ասում են, որ երբ որ մեծերին հավաքել են եւ այս պատմությունները կարդացել, միշտ երեխաները հետները նստած են եղել եւ երեխաները եւս ունկնդրել են, լսել են այդ պատմությունները։ Հիմա ասում եք մի բան, որ ավելի բնորոշ էր կեղճկական միջավայրին։ Եվ մենք հիմա հնարավոր է ես սխալվեմ, ես չգիտեմ արքունիկում երեխաները ներկային այժմ։ Ես կարծում եմ արքունի մարդիկ զվարճանում էին։ Երեխաները նույնիսկ մինչև 19-րդ դարի կեսեր վերջ հաստատ տեղյակ կլինեք Վիկտորյան Անգլիայում երեխաները բարեկեցիկ ընտանիքներում իրենք շատ հեռու էին ծնողներից, nursery տարածքը կար մանկանոցը եւ գիտեք այդ հայտնի խոսքը, որ երեխաներին պետք է տեսնել, ոչ թե լսեն, ձայները չպետք է լսվի։ Ալիսի մեջ հիշում եք speak when you are spoken to, մինչև քեզ բան չասեն, եւ հետո Ալիսը չպատասխան, որ այդպես ոչ ոք չի խոսի, եթե դու խոսես միայն, բայց սա երեխաներին էր ուղղված։ Գյուղական միջավայրը այլ էր։ Բանահյուսությունը գյուղի մշակույթն է, հատկապես հեքիաթը, ոչ անեկդոտը ենթադրենք։ Եվ գյուղական միջավայրում էր որ խմբով էին, բայց հայ ժողովրդական հեքիաթների վերջաբաններից իմ մտքում կա մեկը շատ գեղեցիկ, որտեղ ասվում է, որ 3 խնձորներից մեկը լսողին, մյուսը պատմողին,
մոտավոր եմ հիշում, մյուսն էլ տրանտակին ականջ դնողին։ Հնարավոր իմ մեկնություններից մեկը այն է, որ դրան տակ ինչու պիտի ականջ դնեին։ Ականջ դնողների թվում կարող էին լինել երեխաները, կարող էին լինել երիտասարդ կանայք, որոնց երբեմն թույլ չէին տալիս մասնակցել այդ դիվանխանայի շարժմանը, որտեղ դրանք գերուխում եւ խնջույք էր։ Ու ինչքանով որ այդ միջավայրը կարող էր իրեն խնջույք թույլ տալ, բայց ինչու է ի վերջո հեքիաթը մանկական մշակույթին շատ հարազատ եւ բնորոշ, որովհետեւ հրաշապատում հեքիաթը ունի այդ հրաշքի հմայվածության տարը, որը շատ բնորոշ է երեխայի մտածողությանը։ Նույնիսկ ինչ որ մի կես հավատալիք, կես գիտելիք կա, չէ՞ որ մինչև 2 տարեկան երեխաները 2 աշխարհներում են տեսնում են։ Ես չգիտեմ վստահ չեմ գիտական բան է, բայց ի վերջո իրենք յուրահատուկ են։ Երբեք չեմ մոռանում Դոստոևսկու խոսքերը, չեմ կարծում ինքը մեծ փորձ ուներ երեխաների հետ, շատ չէր շփվում հավանաբար իր բնությունից ելնելով, բայց նա ասում է «Дети странный народ», տարօրինակ ժողովուրդ են։ Ոչ յուրօրինակ, այլ տարօրինակ։ Տարօրինակ, որովհետև ինչ որ մի այսպիսի բան եմ շուտ միրեշից անդադ իրենց ինչ որ բաներ են թվում, արդյոք թվում են։ Իրենց վերաբերմունքը այլ է։ Երևակայությունը հենց երեխաներին է հատուկ։ Ես այդ բառը շատ եմ ասում այլատեսություն։ Այլատեսություն։ Իրենք այլ կերպ են տեսնում, օրինակ ես հաստատ գիտեմ, որ իրենք առանձին տարբերություն իրենց եւ թռչունների եւ կենդանիների միջև չեն դնում։ Այո։ Դա հետո է գալիս։ Երեխաները երբեք չեն լինում ռասիստ։ Դա հետո է գալիս, այսինքն մեծանում են եւ մարդկությունը իրենց ցույց է տալիս բոլոր այդ տգեղությունները աշխարհի։ Իրենք տարբերություն չեն տեսնում կին է թե տղամարդ է եւ արդյոք նրանցից որևէ մեկ ունի ինչ-որ առավելություններ եւ իրավունքներ, հա։ Երևի այսպես էակներ, այո, երեխաների բարակայում հավանաբար էակներ։ Աշխարհին իհարկե հեքիաթը ավելի հեքիաթը չունի իմպոսիբիլիայի այդ անկարելիություն չկա, այնտեղ չկա անհնարին չկա։ Եվ ուրեմն ընդունելի է մանկաշխարհի համար։ Ես այս ձեր խոսքերը լսելով հիմա մտածում եմ այն պատկերացմանը, ովքեր վստահ են, որ հեքիաթով երեխային մեծացնելը նրա կործանումն է։ Ինչ։ Հեքիաթով երեխային մեծացնելը նրա կործանումն է, որովհետև նա կմնա այդ հեքիաթի երազանքների միայն ներքո եւ չի կարողանա ռեալ կյանքը ապրել։ Մենք ինչ անենք, որ ծնողներին բերենք այն մտքերի, այն մտայնության, որ հենց հեքիաթն է, որ երեխային պիտի տանի իր երազանքի իրականացման ճանապարհով։ Այս բարակայում թերևս ճիշտ է խոսել հեքիաթի դիդակտիկ գործառույթի մասին, ինչ է սովորեցնում հեքիաթը առանց ծանծրացնելու։ Սրանք երևի ծնողներ են, որոնք կամ իրենց երազանքները չեն իրականացել, ես չգիտեմ, հա։ Երեխաները պետք է հեքիաթներ կարդան, որովհետև դա իրենց գրականությունն է, հա, եւ կան հեքիաթներ, դասական հեքիաթներ, որոնք պարտադիր ընթերցանություն պետք է լինեն երեխայի համար։ Իսկ այդ ծնողները անշուշտ տալիս են իրենց երեխաներին համակարգչային խաղերից օգտվելու հնարավորություն, որը նույնպես մի այլ աշխարհ է, շատ խաղեր հիմնված են հենց հեքիաթների կամ կոմիքսների եւ այլն։ Այդ դեպքում ո՞րն է դրա պրակտիկ բանը, չէ՞ որ վիզուալ, վիրտուալ աշխարհները շատ ավելի ագրեսիվ են, քան գծային, տեքստային։ Այստեղ կա դպրոցը, հա, կան հրատարակիչները եւ երեխաները բարգասոր շատ տարբեր են։ Ես հանդիպել եմ երեխաների, ես անգամ շփոթվել եմ, որ կկարողանամ ես իրենց բավարարեմ իմ պատասխաններով եւ երեխաներ, որոնք ինձ հորդորել են, որքան շատ տողատակեր լինեն գրքի մեջ, այնքան լավ, սրանք հատուկ երեխաներ են։ Այս երեխաները կոչվում են ընթերցող երեխա։ Եվ այստեղ ոչ մի ծնող մեր օրերում բարեբախտաբար այնքան էլ հազվագյուտ չի, պարզապես ես հանդիպել եմ նման երեխաների Արագածոտնի մարզային գրադարանում։ Ես չեմ ասում մյուս մարզերում չկան։ Պարզապես ընթերցող մարդը մի այլ մարդ է, յուրահատուկ մարդ է եւ գուցե պարտադիր չէ որ բոլորը կարդան, հա։ Իսկ որ կյանքում, հա, չեն կարողանա վաստակել եւ այլն, եթե կսփոփի այդ ծնողներին,
այս պահին ես վաստակում եմ հեքիաթով, այնպես որ մի անհանգստացեք։ Հեքիաթը կրթության մի մասն է։ Ավելի լավ ուղերձ չենք կարող անել երևի Եթե դա ընդունելի է, ծնողներին։ հեքիաթը կարելի է թարգմանել, հեքիաթ կարելի այսօր հեքիաթը դասավանդման մի կարևոր օղակ է, օտար լեզվի դասավանդման։ Իսկ ինչ եք կարծում այսօրվա իրականության մեջ հայաստանյան երեխաներ գիրք կապը չեք տեսնում, որ ավելի շատ է դարձել եւ այսօր մանկական գրականություն երեխաներին տալը, ցույց տալը, կարդալը շատ ավելի է, քան օրինակ իմ ժամանակ։ Իմ ժամանակ մի տեսակ մենք պարտադիր պետք է կարդայինք եւ մենք բավական լսող սերունդ էինք, հիմա այդպեսին չեն երեխաները, եթե պետք էր, եթե այդպես էր դրված տանը ընտանիքում, մենք դա անում էինք, շատ անգամ չհասկանալով, շատ անգամ չսիրելով։ Իսկ հիմա երեխաները ընտրության այնպիսի հնարավորություն ունեն։ Եկեք փաստենք, որ այսօր հայ հրատարակիչը թե տեղում Հայաստանում ստեղծված գրականություն մեր լոկալ, թե դրսից բերված թարգմանական գրականություն, չքնաղ նկարազարդումներով, պատմություններ, որոնք փոքր պատմություններ, որոնք չեն զիջում մեծ հեքիաթների ժողովածուներին։ Չեք կարծում, որ այսօր երեխաները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն գրքին մոտենալու։ Միանշանակ այդպես է, եւ մի փոքր պրոզայիկ կողմից մոտենանք, այստեղ մեծ դեր է խաղում գրքերի պոլիգրաֆիական բարձր որակը։ Հայաստանյան հիմնական խոշոր հրատարակչությունները այսօր ապահովում են այդ որակը, եւ երեխաները այսօր որ փառք Աստծո, ես չգիտեմ այսօրվա լուրերի ֆոնին մի փոքր բոլորս մտավախություն ունենք, բայց ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում եւ գիրքը որպես ապրանք, իսկ գիրքը ապրանք է իր վերջին փուլում եւ հրատարակչությունների գոյատևման պայմաններից մեկը, որ վաճառվի գրքերը, լավ գրքերը։ Ցավոք սրտի շատ դժվարությամբ, բայց դեռևս գիրքը ամենապահանջված պրոդուկտը չի հանդիսանում։ Գոնե Հայաստանում, որքանով ես գիտեմ, որպես քիչ թե շատ հրատարակչության մարդ, ավելի շատ գիրք է գնում մանուկները, իդեպ հաճախ հենց իրենք են գնում, ոչ թե ծնողները, ընտրում, քան երբևէ, այստեղ ոչ միայն թարգմանական մանկագրությունն է, իդեպ ես լիաշունչ կարող եմ ասել, որ թարգմանական հայերեն թարգմանված գիրքը միանշանակ հայ մանկագրության մի մաս է կազմում, դրանից էլ պետք չէ բան լինել։ Բավական է, որ այն արդեն հայերենով է գրված եւ սա շատ ամուր հիմք է, ֆունդամենտ է, որպեսզի զարգանա ժամանակակից հայ մանկագրությունը։ Այսինքն կապը որտեղ եք տեսնում, եթե դա հայ մանկագիրը չի հորինել պատմությունը, այլ դա զուտ թարգմանություն է։ Դա թարգմանություն է, բայց դա հայերեն գիրք է։ Այո, եւ մենք հիմա մոտենում ենք մի փոքր այլ հարցի, թե ինչու են քիչ գրում, հա, մեր հեղինակները, ես կարծում եմ խթանելու առաջին բաներից մեկը հենց թարգմանվածքներն են մանկական գրքերի, այսօր շատ ենք թարգմանում։ Այո։ Այսօր ավելի շատ լեզուների տիրապետող թարգմանիչներ ունենք, ավելի քիչ են միջնորդավորված թարգմանությունները, մյուս կողմից իմ սիրած թեմաներից է, որ միջնորդավորված թարգմանություն դեռ չի նշանակում վատ թարգմանություն։ Կան լեզուներ, որ մենք չգիտեմ, պետք է շատ երկար փնտրենք թարգմանիչ։ Բայց չէ որ կորում է ընթացքում, այսինքն փոխադրությունները մեկից մեկ փոխառությունները եւ միտքն է կորում շատ հաճախ։ Շուտ, բայց եկեք սա դիտենք ոչ թե լավ կամ վատ, դա թարգմանաբանների գործն է։ Ես այս պահին խոսում եմ ոչ թե համարժեքության մասին, այլ հնարավորությունների եւ իրազեկության մասին, հա։ Կլինի մի չքնաղ հեքիաթ բելարուսական, հա, չենք նստի սպասի մինչև բելարուսերեն թարգմանիչը, ցանկացած լեզվով, հա, եւ այստեղ դիցուք թե ուկրաիներենով կամ ռուսերենով միջնորդավորված կամ անգլերենով, իմ թե գիտական հետաքրքրություններից մեկը հայ թարգմանական հեքիաթն է, ոչ թե դեպի հայերեն, այլ դեպի այլ լեզուներ։ Եվ ես հավատացնում եմ,
Պարզապես մեր հաղորդման բանում չէ այնքան էլ, եթե չլինեին մեծ մասը հայկական հեքիաթների թարգմանական ժողովածուների արված են Ֆրեդերիկ Մակլերի ֆրանսերեն թարգմանությունից։ Հայերեն չգիտեին այդ ժամանակ կամ սա 20-րդ դարի սկզբի թարգմանություն է, բոլորն այս կամ այն կերպ այստեղից են, չհաշված արդեն նոր շրջան, միջնորդավորված թարգմանություն է։ Ես հիմա հիշեցի մեր Արևիկ հրատարակչության Անդերսենի հեքիաթների ժողովածուն, իդեպ այսօր ես հաղորդման վերջում պետք է ներկայացնեմ հենց այդ ժողովածուն, այ հենց այս մեր զրույցի վերաբերյալ հիշեցի, որ մեր ժողովածուն նախկին, երբ որ հրատարակվել էր, այնպիսին չէր, ինչպիսին այսօր վերահրատարակված ժողովածուն։ Ինչ բացթողումներ կային, որ այսօր արդեն հաշվի են առնվել եւ վերահրատարակված տարբերակում փոփոխություններ են արվել։ Ես աշխատում էի այդ ժողովածուի հետ, նկատի ունեմ Անդերսենի, ոչ թե հենց հայերեն։ Իմ ձեռքի տակ եղել է 50 քանի թվականի հրատարակություն եւ եղել է կարծեմ 80 քանիսին եղավ նաեւ մինչեւ այս վերջինը։ Եվ ինձ այդտեղ հետաքրքրում էր մի հեքիաթ Թագուհին։ Ինձ առհասարակ հետաքրքրում էր այսպիսի մի խնդիր, ինչպես խորհրդային տարիներին, հատկապես վաղ խորհրդային տարիներին տեղի էր ունենում գրականություն աստվածաբանական, կրոնական թեմաների եւ հիմնական նյութը, որ ես ուսումնասիրում եմ, Օսկար Ուայլդ եւ Անդերսեն։ Երկուսն էլ Անդերսեն համենայնդեպս բարեպաշտ, ինչ որտեղ նույնիսկ ֆանատիկ հեքիաթագիր, երբեմն դաժան ելքերով հեքիաթների դեպի կարմիր կոշիկները եւ այլն շատ բաներ չեն էլ թարգմանվել հայերեն, որովհետեւ իսկապես երեխաների համար չէր, ինչ որ խելքից մտքից դուրս լուծումներ։ Եվ հանկարծ ես նկատում եմ, որ 50-ականներին հրատարակված գրքում հանված էր Ձյունե Թագուհուց մի հատված, երբ երեխաները սաղմոս էին երգում, Գայե եւ Գերդան։ Եվ այնտեղ տեղադրված էր ինչ որ ավելի շատ ժողովրդական քննարկության։ Սա հայկական հրատարակության մասին է։ Այո, ես խոսում եմ հայերեն թարգմանության մասին, ռուսերենից արվածի դեպ։ Ես հիմա վստահ չեմ ռուսերենից էր վերցված, արդյոք այնտեղ էր բացակայում այդ հատվածը, թե ոչ, բայց հրաշալին հետո է, երբ արդեն 80-ականների, եթե չեմ սխալվում, վերահրատարակության մեջ, ընդհանրապես գիրքը պետք է ոչ թե պարզապես վերատպվի, նույն գիրքը, այլ պետք է վերահրատարակվի, հա։ Փոթերը յուրաքանչյուր հատորից նորից եմ կարդում։ Ու ես տեսնում եմ, որ այդ հատվածը վերահաստատված է, նորից իր տեղն է դրված եւ շատ գեղեցիկ թարգմանությամբ այդ սաղմոսը կա։ Նույնը Օսկար Ուայլդի պարագայում տարիներ շարունակ մայրենի դասագրքերում կար, ես ասեր հսկայի վերջաբանը հանված, այսինքն բոլորովին իմաստազրկված, որտեղ այդ փոքրիկ տղան, որին հսկան ուզում է օգնել եւ որի ձեռքերին վերքեր էին, ըստ էության մանուկ Հիսուսն է։ Այդ հատվածը ամբողջ պատմությունը ահավաղում է։ Միջուկը չկար, բայց տեսեք ինչ տաղանդ է ունեցել Ուայլդը, որ անգամ այդ առանցքային մասը հանված, դա ամենասիրելի, մեր ամենասիրելի հեքիաթներից էր։ Եվ տեսա, որ հետո դրված է, ինքս էլ թարգմանել եմ այդ հատվածը վերականգնված, Անդերսենի պարագայում հնարավոր է մյուս հեքիաթներում էլ լինեն վերականգնված նման հատվածներ, քաղվածքներ, հաճախ մտածում են, որ մանկական գրականությունը կապ չունի քաղաքականության հետ։ Բախտ ունեցա գրեթե ճակերտավոր աշխատել Ռոսգոսսատրудничество կառույցում մի շատ զալում աշխատակից կար, որը ինձ շատ բան ձևով հասկացրեց, որ չկա ավելի քաղաքական բան, քան մանկական գրականություն։ Որովհետև այն պրոպագանդայի գործիք է։ Եվ մենք, չգիտեմ, մենք ես անում էի ցուցահանդես, ուրեմն շատ բարդ Ֆրանսիայի տարին էր Ռուսաստանում եւ Ռուսաստանի տարին Ֆրանսիայում։ Որ թվերի մասին եք խոսում։ Կարծում եմ 2009-10 բակ համեմատաբար վերջերս եւ մենք ինչ որ կերպ փորձեցինք մասնակցել Հովհաննես թանգարանը որպես հեքիաթագիտության կենտրոն ունեցող, ուրեմն ֆրանսիական մանկագրության թարգմանությունները հայերեն ռուսերենով միջնորդավորված։ Եվ ես համոզվեցի, որ իսկապես դա շատ քաղաքականացված մի ոլորտ է, որովհետև բոլոր վայելքները վայելեցինք այդ վարչական եւ այլն,
Ֆրանսիայի դեսպանը շատ արագ իր կարծիքը գրեց, մենք շատ երկար եւ Ռուսաստանի դեսպանը այդպես էլ չգրեց։ Կարող եմ պատկերացնել։ Մտածել որ դա շատ քաղաքական թեմա է։ Բայց այդպեսի ցուցահանդես մենք արել ենք, այո, եւ ռուսերենով միջնորդավորված մանկական ժողովածուները բավականին մեծ թիվ են կազմում։ Հիմա եթե չլինեին այդ միջնորդավորված թարգմանությունները, մեր երեխաները կմնային առանց Անդերսեն, առանց գրիմ եղբայրների, որովհետև այսօր շրջանառվող գրիմ եղբայրները եւ Շարլ Պերոն նույնպես ռուսերենից են արված, չնայած գերմաներենից արված մի շարք թարգմանությունների, մենք վերադառնում ենք մեր հաղորդման սկիզբ, խզումների եւ ընդհատումների պատճառով գերմաներենից, ֆրանսերենից արված այդ թարգմանությունների լեզուն, որ հրաշալի էին, որ հետաքրքիր են ակադեմիական շրջանակներում, մանկական ընթերցանության համար ցավոք պիտանի չեն։ Տիկին Ջիվանյան, ինչ տարբերություն կդնեք, հիմա հարցս հավանաբար ծնողներին շատ կհետաքրքրի, հեքիաթներ, որոնք ծանր են կարդացվում, հեքիաթներ, որտեղ կան որոշակի խնդիրներ եւ պատմություններ, որոնք ծնողները վախենում են երեխաների հետ, զգուշավոր են ավելի երեխաների հետ ընթերցելու ժամանակ, վախենում են երեխայի հետ անդրադառնալ այդ թեմաներին եւ փոքրիկ պատմություններ, մեկ գիրք, մեկ պատմություն, շատ նկարազարդումներ, քիչ տեքստ, հաճելի ընթերցում եւ ինչու՞ չէ նաեւ շատ լավ լուծումներ երեխայի տարիքային խնդիրների, տարիքային կոմպլեքսների։ Սրանք մեկը մյուսին փոխարինող բաներ են, պատմություններ են, թե նա իր տեղը ունի, սա իր, եւ ծնողները պետք է հրամցնեն երեխային եւ կարդան եւ այս փոքր պատմությունները եւ հեքիաթները։ Խոսքս սեղմավեպերի մասին չի կամ ադապտացված հեքիաթների։ Սա պետք այնքան լայն հարց եք տալիս, մի ատենախոսություն կարելի է գրել, բայց ցանկացած լավ բան պարզ է եւ պատասխան պետք է լինի հստակ, փորձեն պատասխանել։ Ծնողը, որ ուզում է, որ իր երեխան կարդա միայն լավ բաների մասին, հա, չվախենա, չսարսափի, թող չնեղանան ինձնից, ես իրենց կանվանեի մի փոքր կեղծավոր։ Աշխատանքի բերումով ես առնչվում եմ փոքր տարիքի երեխաների հետ, ինչպես նաև նրանց ծնողների հետ։ Երևի թե այդ պատմության բարի, անսահմանորեն բարի, բոլոր տեսակի վախերից, տագնապներից ազատ ստերիլ պատմություններ, մեր ծնողները վերագրում են, որ դրանք պետք է լինեն հայկական բաները, տեքստերը։ Հիմա բացատրեմ ասելիքս։ Օրինակ, որ Թումանյանը ինչպես է համարձակվել կռնատ աղջիկը, նախ դա հայկական հեքիաթ չէ, լավ։ Այդ հեքիաթը կա գերմանական, անգլիական, շոտլանդական, դա միջազգային տիպաշար է։ Թումանյանը մշակել է պարզապես, ուրեմն կռնատ աղջիկներ կան ամենուր։ Չեք ուզում մի տվեք կարտա։ Ուրեմն այդ նույն ծնողները, որոնք իբրև թե վախենում են կռնատ աղջիկը հեքիաթից, այդ երեխաները, այդ ծնողների երեխաները ժամերով, հա, հատկապես եթե դրանք ապահոված ընտանիքներ են, օգտվում են Amazon Prime, Netflix եւ այլ բաներից, ժամերով նայում են այնպիսի ֆիլմեր, ինչպեսին Wednesday-ն է։ Իրենք նայում են Annabelle-ը։ Մենք գիտենք մեկ ինչի մասին եք չէ՞ խոսում։ Իրենք նայում են սարսափի ժանրի տարբեր, հիմա շատ տարածված է սարսափի ժանրը մանկական գրականության մեջ, հատկապես ամերիկյան մշակույթում։ Իրենք խաղում են ուրեմն համակարգչային խաղեր, որտեղ սպանելու եւ սպանվելու վիրտուալ հավանականությունը շատ մեծ է։ Այսինքն իրենք ինչ են ուզում, Թումանյանը դաժան է, ես Թումանյան չէ, Թումանյան կարիք չունի պաշտպանության, հա։ Դե հենց կռնատ աղջիկը ամենաարծարծվող թեման է եւ դա ծիծաղելի է, նախ պետք է բացատրել ինչ նկատի ունի իսկապես հեքիաթը պատմողը, որտեղ դա Թումանյան չի հորինել այդ սյուժեն։ Եվ դուք ուզում եք ձեր երեխաները, եթե իրենք պետք է միայն դրական բաներ, իրենք պետք է, այսինքն իրենք այդ զգայական պալիտրան չպետք է իմանան, ուրեմն իրենք հենց մտնեն դեռահասության շրջան, իրենք ունենան ծանրագույն դեռահասություն, իսկ երբ արդեն մեծահասակ լինեն, դիցուք թե ամուսնանան, ուրեմն իրենք որևէ ստրեսային իրավիճակի չեն դիմանա պարզապես, հա։
Մնալ հեքիաթի աշխարհում եւ դուրս չգալ, ներեցեք, սա արդեն պաթոլոգիկ վիճակ է, որտեղ արդեն հոգեբանի կարիք կա եւ սա պատմության դաժանությունից չէ, այլ ինչ որ մի սխալ շեմից, որը կարող է կորեկցիայի ենթարկվել։ Դուք ասացիք, դուք չեք ուզում ադապտացիաների մասին այս պահին խոսել, բայց այդ նույն կրնատաղջիկը կարող է ունենալ տարբեր տարիքների համար լեվելներ, մակարդակներ, հա, ինչպես ուսումնական չէ, ադապտացիաները կան։ Տարիներ առաջ եղավ սեղմավեպերի ալիք։ Այո։ Գործը գլուխ չեկավ ինչու, այսինքն լայն բան չստացավ, որովհետև դա անմիջական առնչություն ուներ ընդունելության, չարաբաստիկ ընդունելության քննությունների հետ, որով խեղդում էին։ Մեզ դա դարձել էր պետական կարևորության հարց, որ ինքը չէր։ Եվ որին դուք գիտեք հետևեց այսպիսի անկում եւ դիմորդների քանակի եւ ծրագրերի։ Եվ դա կապվում էր, չգիտես ինչու, ընդունելության քննության հետ, ինչ բան է ադապտացիան։ Ուրեմն ամբողջ կրթական այդ ոլորտը անգլերենի ուսուցման, ֆրանսերենի ուսուցման, հատկապես անգլերենի, ես խոսեմ այն մասին, ինչ ես գիտեմ։ Եվ Oxford Worm-ը, եւ Macmillan-ի շատ բաներ, եւ Longman-ի, եւ շատ խոշոր հրատարակչություններ, նույն պատմությունը տարբեր մակարդակներով բարդանում է։ Եթե դա լիներ կրնատաղջիկը, ուրեմն փոքր հասակի համար, քիչ բառապաշար ունեցող երեխայի համար, իհարկե ուսումնական եւ տարիքային ադապտացիաները նույն բանը չեն, բայց ինքը աստիճանաբար է մոտեցնում։ Դրանք այլ վերնագրերով են լինում։ Իրենք կարող են լինել այլ, կարող են լինել նույնը։ Մենք ունենք վերապատումներ։ Գիտեք, շատ ունենք եւ Ալիս ունենք եւ Պինոկիոն, որոնք էլի բաներ, մենք անգամ Անգլիայում կա մի ամբողջ ոլորտ Շեքսպիրը երեխաների համար եւ կա Մակբեթը, որից սոսկալի բան ես չեմ պատկերացնում, գրական ոլորտում 4-5 տարեկան երեխաների համար։ Ռոմեո Ջուլիետը, հա։ Ես թարգմանել եմ այդ ադապտացիան հայերեն եւ ավարտելիս ես լաց էի լինում։ Բնականաբար ես գիտեի այդ պատմությունը, բայց այնքան ճիշտ էր փոխադրված, վերապատմված տարիքի համար, հա։ Եվ նույն հեքիաթը, բայց այստեղ պետք է շատ մեծ հնարավորություններ, որ հրատարակչությունը կարողանա գնաց գեղեցկուհին, որ մեծերի հեքիաթ է, հա, ինքը Պերոյի բնագրային թարգմանությունը անի, այնտեղ կա մարդակերության երևույթ սկեսուրի կողմից, այնտեղ կան էրոտիկ տարեր, որ երեխաների համար չեն, եւ այն սիրուն քաղցր անուշիկ դաստիարակված արքայազնը, որ գալիս է եւ մի քնքուշ համբույրով, որ տաճում է շուրթերին, նա արթնանում է եւ հարսանիք է լինում, սա Պերո չէ իհարկե արդեն, բայց սա Պերոյի վերամշակումն է, վերահասցեագրումն է այդ տարիքի երեխային։ Նույնը կարող էր լինել կրնատաղջիկա հետ, հա, այդ դաժան անդամահատումը կարող էր փոքրինչ մեղմանալ, բայց Թումանյանը այնպիսի ես չի հուսափի այս բարից տեսաբաներ հեքիաթի, որ ինքը գիտեր, որ չի կարելի քրքրել հեքիաթը եւ որ աղճատել եւ նաեւ գիտեր, որ երեխան պետք է երազեկ լինի, նաեւ որ աշխարհում այնքան դաժանություն կա։ Այնինչ այսօր կատարվում է աշխարհում, այնինչ կատարվում է այսօր Գազայի երեխաների հետ եւ այնինչ կատարվում էր Արցախի մեր երեխաների հետ։ Ես ունեցել եմ ուսանողներ Արցախից, երեխաներ 16-17 տարեկան, կներեք, որ ես այս մասին խոսում եմ, որոնք ինձ ասում էին, որ իրենք երազում օրեր շարունակ ուտելիք էին տեսնում։ Կերակուր էին տեսնում, այսինքն այսօրվա ճոխ աշխարհում կասով եւ մենք չենք կարող մեր երեխաներին ջերմոցային պայմաններում պահել, ստերիլ գրքեր մատուցել, իսկ հետո ինչ կլինի, արդյոք մենք միշտ նրանց կողքին կլինենք։ Հեքիաթները սովորեցնում են պայքարել, դա ծեծված թեմա է, շատ եմ ասել, հեքիաթները սովորում են վիշապին հաղթել, ոչ թե վախենալ, որ վիշապ կա, վիշապը կա, երեխան պետք է տեղյակ լինի վիշապին հաղթելու թեկուզ հեռավոր հնարավորության մասին։ Մենակ օգնությամբ ինչ որ մի գերբնական ուժի միջամտությամբ ըստ էության մենք ստիպված ենք վիշապին հաղթել։ Տիկին Ջիվանյան, ես իսկապես հիմա զմայլվել եմ ձեր խոսքից եւ
պիտի խոստովանեմ, չեմ ասում բաներ, որ մենաշնորհիմ սովորաբար ես զրուցակիցներիս հետ շատ ակտիվ երկխոսություն ունենում եւ ձեր հետ զրույցում ես պարզապես անverջ ուզում եմ ձեզ լսել եւ թույլ տվեցի, որ երկխոսությունը գրեթե դառնա մենախոսություն։ Կներեք ինձ։ Եվ այս զրույցը անverջ կարելի է շարունակել եւ այս խաղաղությունը, որ հիմա մեր սովորաբար սաբոտաժյան տաղավարում տիրեց, որ սովորաբար այդպես չի լինում, ուզում եմ ձեր այս խաղաղությունը փոխանցվի մայրիկներին, հայրիկներին, երեխաներին եւ այդ կապը նրանց գրքերի միջոցով, հեքիաթների միջոցով իսկապես հասնի այն կետին, որտեղ երեխաները հավատում են հեքիաթին եւ չեն լսում ծնողների այդ միտումները, որ հեքիաթը դա այն չէ, ինչը պետք է ընթերցել, կա ավելի ռեալ կյանք, որին պետք է հետևել։ Երեխաները, որոնք հավատում են հեքիաթին, պարտադիր չէ, որ մնան հեքիաթում։ Հեքիաթի ավարտին միշտ կա մի ազդանշան, սիգնալ։ 3 խնձորներ են ընկնում երկնքից, ամեն մշակույթ ունի իր բանաձևը։ Առանց բացառության բոլոր երեխաները այդ ազդանշանը ճիշտ են մեկնաբանում։ Դա նշանակում է վերադարձ հեքիաթից դուրս աշխարհ։ Այնպես որ պետք է անհանգստանալ, ոչ մի երեխա հեքիաթում չի մնում։ Եվ հենց այս հուսադրող կետում էլ ավարտենք մեր զրույցը։ Շնորհակալ եմ, որ այսօր ես էլ շնորհակալ եմ, շատ սիրուն հարցեր տվեցիք եւ մտածել տվող հարցեր։ Այո, շատ։ Գիտեմ ձեր փոքրիկ ուզում եմ ասել աղջիկ ժամանակ, հետո իհարկե դա ուրիշ բան է նշանակում։ Երբ ես փոքրիկ աղջիկ էի, backstage ունենք արդեն։ Սիրելի Սապետ, դա այդպես է։ Շվետակրիր վերնագիր կլինի, չէ՞, սիրելի Սապետը։ Բայց կամ ձեզ գրկեմ մի հատ։ Ոյ, սխալ պիտի շարժվեինք։ Մեծ սիրով ձեզ եմ ներկայացնում Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների ժողովածուն։ Ժողովածուն շքեղ կազմով եւ գեղեցիկ պատկերազարդումներով ներառում է մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի առավել հայտնի գործերը՝ Մատնաչափիկը, Ջրահարսը, Թագավորի նոր զգեստը, Վայրի կարապները, Ձյունե թագուհին եւ այլն։ Ներկա հրատարակությունը լույս է տեսել էապես վերամշակված թարգմանությամբ, կատարվել է խմբագրական ահռելի աշխատանք, շտկվել են թարգմանական շատ անճշտություններ, հնարավորինս վերականգնվել է անդերսենյան աստվածաբանական եզրաբանությունը։ Անդերսենի հեքիաթները առանձնանում են խոր փիլիսոփայությամբ, նուրբ հումորով եւ մարդկային հոգու խորքային պատկերումով։